Եթե գարքալույց չնեք դեր արամին, ամոթ ես, իսկ եթե ընեք, 1000 ամոթ ես։ Սիրեյներ, այս օրերում գլսենք եւ գտեսնենք այնպիսի վկայություններ, որոնք ոչ միայն ցնցող են, այլև աբացույց կդառնան, թե մեր եկեղեցու վերնախաբը խորապես բդած է, գործընծուցած է իր աստվածային առաքինությունը եւ դարձած է քաղաքական եւ ընտանեկան շահերու քերին։ Դեր Արամ Ասադրյանի վերջին խոսքերը կբացահայտեն այն, ինչ մենք վաղուց կիմանայինք, բայց շատերը կվախնային բարձրացնել։ Այո, այսպես կգործե եկեղեցին մեր օրերուն, ոչ թե որպես կենդանի Քրիստոսի մարմին, այլ իբրև բռնադիրական մաֆիա։ Դեր Արամը 2 տարի լրած էր, ինքն ալ կխոստովանի, թե վախեն, սպառնալիքեն լրած էր, բայց հիմա երբ այլևս լրել կարելի չէ, բացավ իր բերանը։ Ան կվկայե, թե ինչպես թեմի առաջնորդը, կաթողիկոսի հարազատը, գվարվեր բռնապետի պես, եւ թե ինք ենթարկված էր անպատիվ ճնշումներու։ Մանավանդ անոր վրա հարձակումները սկսան այն պահուն, երբ քաջությամբ գնաց կատարելու վարչապետի գնոջ դուն օրհնեկը։ Այսինքն անպատվությունն ու հալածանքները ոչ թե աստվածային հարցերու շուրջ էին, այլ մաքուր քաղաքական շարավիղը։ Երբ Դեր Արամը թիմեց անցամբ Քարեկին երկրորդին, ոչ թե հովվական խնամք ցույց տվավ, այլ բացավ քաղաքական զրույցներ, խոսելով Քոչարյանի փողերու մասին, Փաշինյանի հանդեպ ունեցած իր անվստահութենեն եւ ամբողջովին անդեսեց եկեղեցականներու արդար կանգատները։ Ասիկա աբացույց է, որ անոր սիրտը այլևս ոչ թե Քրիստոսի մեջ է, այլ իշխանության ու դրամի մեջ։ Իսկ իր հարազատ եղբորորդին, թեմի առաջնորդը, պաշտպանեց միայն այն պատճառով, որ հախուրն բնավորություն ունի։ Ասոր անունը փարոյական սնանկություն է։ Հովիվը, որ կտեսնե քայլի քազանությունը, բայց զայն կպաշտպանե, այլևս Քրիստոսի հովիվը չէ, այլ քայլի հավատարիմ ծառան։ Դեր Արամի խոսքերու մեջ հաճախ կհնչեին սպառնալիքները, որոնք անլսած էր վերնախավեն, գարքալույց պիտի ելաս, փիլորազուրկ պիտի ելաս եւ այլն։ Սա կնշանակե, որ եկեղեցվո մեջ Սուրբ Հոգի լեզուն այլևս լրացված է, իսկ փոխարինված է ահապեկչական փարաբաշարով։ Ո՞վ ասավ, թե Քրիստոսի եկեղեցին պետք է գործե որպես շանտաժի եւ պատժամիջոցներու մեքենա։ Ոչ, սիրեյներ, ասիկա այլևս եկեղեցի չէ։ Այո, Դեր Արամը փորձեց կրկնել, թե եկեղեցին ընտանիք է, բայց իր վկայությունը լրիվ հակառակը կհաստատե։ Այնտեղ, ուր հովիվը կդառնա քայլի պաշտպանը, ուր սպառնալիքը կդառնա լեզու, ուր քաղաքական շահը կքերագշրե Քրիստոսի ճշմարտությունը, այնտեղ ընտանիք չկա։ Այնտեղ կա մաֆիա, այնտեղ կա շահամոլություն, այնտեղ կա սատանայական կործելավոճ եւ սրիգայություն։ Ուստի, ես պիտի ասեմ ուղիղ եւ բացեի բաց։ Եթե կաթողիկոս եւ անոր մոդիկները չգարքալուծեն Դեր Արամին, ամոթ իրենց։ Քանզի դուք վախկոդապար կպաշտպանեք ձեր հարազատները եւ կջնշեք արդարության ցայնը։ Իսկ եթե գարքալույց ընեք զինք, գրկնագի 1000 ամոթ ես, զի այդ բարակային դուք վերջնականապես պիտի հաստատեք, որ ոչ թե Քրիստոսի ճշմարտությունը կպաշտպանեք, այլ ձեր քարշելի հոդած իշխանությունը։ Եթե այդ մեղավոր է եւ միայն այդ պատճառով, որ վարչապետի գնոջ դունը մտավ օրհնելու, ապա դուք ոչ թե եկեղեցու հովիվներ եք, այլ քաղաքական կորձակալներ։ Այսօր հետ կապված պետք է հիշեմ նաեւ մեր օրերու իրադարձությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաբարակավ մատնանշեց Գդրիչ Ներսիսյանի լրությունը Վասկեն Քալստանյանի եւ Գևորգ Աչաբահյանի ահապեկչական գոչերուն առջև։ Երբ Չագերդյալ վեհապարը գլրե, ան իբրև կաթողիկոս կդառնա հովանավոր եւ կորձագից։ Իսկ Վաղարշաբադի մեջ դարածքները, որոնք դարձած են հագասության եւ կայտակության պատճառ, այս բոլորը կհիշեցնեն,
որ մենք կգտնվենք ժամանակի վերջին օրերուն, ուր Քրիստոսի եկեղեցին պետք է մաքրե իր դունը։ Սիրեիներ, մեզի համար այսօր բարձ է։ Դեր Արամի խոսքը ոչ միայն անձնական պատմություն է, այլ վկայություն, թե ինչպես վերնախավը գխեղթե ճշմարտությունը։ Բայց ճշմարտությունը երբեք չի խեղդվիր։ Քրիստոսը ասավ, դեր Արամնալ հաստատեց, որ ճշմարտությունը ցեզ ազատ պիտի դարձնե։ Մինչդեռ սուդի հավատարիմները պիտի գործվին իրենց իսկ սդախոսության մեջ։ Դեր Արամը գուզեր շարունակեր երազը, թե եկեղեցին ընտանիք է, բայց իր խոսքերը կբացահայտեն, որ այդ ընտանիքը վաղուց քանդված է։ Ընտանիքի մեջ սիրո լեզու կա, հովվական քուրքուրանք կա, ներում եւ համբերություն կա, իսկ այստեղ կա սպառնալիք, կա խեղաթյուրում, կա հարազատամոլություն։ Ընտանիքի դեղ մաֆիա կա, եւ մաֆիայի մեջ միշտ կա քավության նոխազներ, որոնց վրա ջնշում կբանեցնեն, որբեսի վերնախավը բահե իր անտապանցած բադիվը։ Դեր Արամի վկայությունը կհիշեցնե մեզ Քրիստոսի խաչելությունը։ Քրիստոսը դատապարտվեցավ ոչ թե մեղքի համար, այլ որովհետև ան ճշմարտությունը ըսավ։ Այսօր ալ, ով որ կհամարձակվի ըսել ճշմարտությունը, պիտի դառնա գարկալույց, պիտի դառնա պիլոնազուրկ, բայց հիշենք սիրեիներ, ճշմարտությունը չի կապվիր պիլոնով կամ չքնաղ պարքերով, ճշմարտությունը կմնա հավիտյան, նույնիսկ եթե անոր վկայությունը փանդարգվի կամ մերկացվի։ Ահա կհասնենք հիմնական եզրակացության։ Եթե Կաթողիկոսը, Գդրիչ Ներսիսյանը եւ իր մոդիկները չգարքալուծեն Դեր Արամին, ամոթ իրենց, որովհետև կցուցադրեն, որ անոնց համար ամեն ինչին չափանիշը հարազատության գաբերն են եւ ոչ թե արդարությունը։ Իսկ եթե անիկա գարքալուծվի, գրգնագի 1000 ամոթ իրենց, որովհետև այդ բարակային անոնք պիտի հաստատեն, որ ճշմարտության թեմ գելեն բացահայտ կերպով։ Այս երկկողմանի ամոթը կծանրաբեռնե քարեքին երկրորդին եւ իր շրջապատի խիղճը։ Իրականության մեջ անոնք արդեն իսկ բացահայտված են ժողովրդի առջև։ Այսօր ժողովուրդը տեսավ, թե ինչպես սուդը եւ քաղաքական շահերը ներսեն գերած են եկեղեցին։ Եվ չպիտի մոռնանք, վարչապետ Փաշինյանը արդեն մատնանշած է վեհապարի լրությունը ահաբեկչական գոչերուն առջև։ Ահա նոր ապացույց, որ եկեղեցու երնախավը կգործե իբրև քաղաքական շահի սպասարվոր եւ ստրուկ, այլ ոչ թե իբրև Աստծո վկա։ Սիրեիներ, մեր բարդականությունը այսօր հստակ է։ Մենք չենք կրնար լրել, չենք կրնար դառնալ մեղսագից։ Մենք պետք է կանգնենք ճշմարտության կողմը, նույնիսկ եթե այդ մեզի սպառնա անձնական գորուստներով, որովհետև ի վերջո Քրիստոս գսե, եթե դուք լրեք, քարերը պիտի աղաղագեն։ Եվ ես այսօր կգրգնեմ Գդրիչ Ներսիսյանին եւ իր շուրջի խուլիգաններուն։ Եթե գարքալույց չնեք Դեր Արամին, ամոթ ցես, իսկ եթե ընեք 1000 ամոթ ցես։